Ամենակարևոր հարցը, որտեղից սկսել բիզնեսի տրանսֆորմացիան, որպեսզի այն չդառնա հերթական ծախսերի հոդված։ Սա ամենակարևոր հարցն է, որովհետև այս հարցին սխալ պատասխանելու արդյունքում է, որ բիզնեսների 95%-ը ներողություն։ Այս հարցին սխալ պատասխանելու պատճառով է, որ AI տրանսֆորմացիայի պրոյեկտների 95%-ը fail են լինում։ Իրականում AI տրանսֆորմացիան ժողովուրդ նման է smart տուն կառուցելու։ Ինչի, որովհետև երբ որ մենք խոսում ենք բիզնեսի տրանսֆորմացիայի մասին, ոչ թե ինչ-որ մի կտոր ավտոմատացնելու մասին, մենք խոսում ենք ուրեմն փոխկապակցված տասնյակ պրոցեսների մասին, որոնք պետք է իրար հետ խոսեն, իրար հետ համահունչ աշխատեն։ Բերեմ տան ռեմոնտի օրինակով, տեսեք, երբ որ մենք տանը օրինակ սարքում ենք ֆանկոյլ համակարգով օդափոխություն, դա մի հատ բան է, ոնց որ մի առանձին ֆունկցիա է, որը որ ամբողջ տան համար մոնտաժվում կառուցվում է եւ ինչ որ սեփական կառավարման համակարգով կառավարվում, այսինքն կա պուլտի վրա տալիս ես, որ սենյակում ինչ ջերմաստիճան ապահովի եւ համակարգը ապահովում է։ Արդյոք դա ավտոմատացում է։ Իհարկե, տան կառավարման տեսանկյունից դա ավտոմատացում է։ Բայց երբ դու ուզում ես սարքել smart տուն, որտեղ որ ամբողջ տան ուրեմն ինֆրաստրուկտուրան պետք է փոխկապակցված լինի, դու չես կարող առանձին դնել ֆանկոյլ համակարգ, առանձին դնել օրինակ, չգիտեմ, լուսավորության բանը, ինֆրաստրուկտուրան առանձին դնել օրինակ հատակի ջերմությունը կամ առանձին միացնել տեսահսկման համակարգը եւ ահազանգը։ Եթե դու այդպես կտոր դնես, արդյունքում դու կունենաս ըստ էության ավտոմատացված բազմաթիվ բաներ, գործիքներ, օրինակ ահազանգը ավտոմատ կաշխատի, տեսախցիկները ավտոմատ կաշխատեն, ֆանկոյլը ավտոմատ կաշխատի, չգիտեմ, լուսավորությունը միգուցե ավտոմատ աշխատի եւ այլն, բայց արդյունքում դու կունենաս դրանք բոլորը կառավարելու համար պետք է մի 10 հատ պուլտ ունենաս ձեռքդ, որ կարողանաս այդ ամեն ինչը կառավարես։ Իսկ smart տունը ենթադրում է մի համակարգում այդ ամեն ինչը ինտեգրել, որպեսզի դու մի տեղից մի կենտրոնացված ձևով եւ կարևորը իրար հետ փոխկապակցված կարողանաս կառավարես ամեն ինչ։ Օրինակ, երբ որ դու գալիս ես տուն, քո դարպասը ավտոմատ բացի, քո ավտոմատ միանա, քո ջերմությունը ավտոմատ միանա եւ այլն։ Նույն տրամաբանությունը գործում է բիզնեսում։ Երբ մենք խոսում ենք մի որևէ պրոցեսի ավտոմատացման մասին, որոնք խոսում ենք վաճառքի կառավարման կտորը ավտոմատացնելու մասին, կամ խոսում ենք օրինակ սոցցանցերի կառավարման ավտոմատացման մասին, դա էլի ավտոմատացում է եւ դրա շատ արդյունավետ գործիքներ կան ու դրանք շատ լավ իրականացնում են իրենց գործը։ Օրինակ սոցցանցերի ավտոմատացման բազմաթիվ գործիքներ կան, որոնք որ ինչ են անում, միտեղ են հավաքում սոցցանցերի բոլոր բաները, հարցումները եւ ըստ էության ինչ որ ավտոմատ պատասխաններ տալիս են, այդ AI-ով ավտոմատ պատասխաններ տալիս են ու դա բավականին հեշտացնում է SMM-շիկի գործը։ Բայց երբ մենք խոսում ենք տրանսֆորմացիայի մասին, բիզնեսի տրանսֆորմացիայի մասին, մենք այդտեղ խոսում ենք ընդհանուր բիզնեսի աշխատանքի տրամաբանության մասին, որտեղ մենք ոչ թե կտոր ենք ավտոմատացնում, այլ վերցնում ենք բիզնեսը որպես մի հատ ամբողջական մեծ process ենք դիտարկում ու փորձում ենք ավտոմատացնել ամբողջ բիզնեսը միանգամից, այսինքն այնպես կառուցել բիզնեսը, որ իր բոլոր process-ները փոխկապակցված լինեն եւ իրար հետ աշխատեն առանց բանի, ավելորդ տրանզակցիոն ծախսերի։ Օրինակ բերեմ, պատկերացրեք դուք ունեք սոցցանցեր, որտեղից ստանում եք լիդեր, հայտեր, ունեք CRM, ունեք հաշվառման համակարգ, ամեն մեկը իր գործը անում է առանձին, ամեն մեկը աշխատում է։ Հիմա երբ որ մենք ուզում ենք ամբողջ բիզնեսը թվայնացնենք եւ համատեղ ենք, սրանք կցնենք իրար, որպեսզի մի ընդհանուր համակարգում աշխատի, ինչ մենք պիտի անենք, մենք պիտի ապահովենք ընդհանուր լեզու էս բոլոր բաների գործիքների համար, ընդհանուր ինֆորմացիայի լեզու, ոչ թե նկատի ծրագրավորման լեզու, Այսինքն մեզ մոտ
հաճախորդի անուն, ազգանունը կամ հաճախորդի անձնագրային տվյալը կամ հեռախոսահամարը եւ մեյլը պետք է իդենտիկ լինեն բոլոր մեր գործիքներում, նույն ձևով գրվեն եւ երբ որ միտեղ լրացվում է այդ ինֆորմացիան, մյուս բոլոր տեղերում ավտոմատ պիտի արտացոլվի։ Այսինքն, եթե մարդը օրինակ հեռախոսահամար տվեց մեզ սոցցանցով, Facebook-ով հեռախոսահամար տվեց, դա գրանցվեց CRM-ում, դա պետք է գրանցվի աշխարհման ծրագրում, պետք է գրանցվի ինչ-որ այլ ծրագրում, եթե ունենք եւ այլն։ Եթե իհարկե այնպես մի քանի ծրագիր կա։ Ու այ հենց այս փոքր նրբությունները հաշվի չառնելու արդյունքում է, որ շատ բիզնեսներ ունեն բազմաթիվ գործիքներ, ծրագրեր, ավտոմատացման application-ներ, համակարգեր, որոնք որ տեղային իրենց գործ անում, բայց ընդհանուր առմամբ բիզնեսը ավտոմատացված չի, ընդհանուր առմամբ բիզնեսի ներքին աշխատանքը մնում է խաոտիկ, մնում են բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ խցանումներ են առաջանում, տրանզակցիոն ծախսերը ահռելի են դառնում եւ այլն։ Այս դեպքերից երբ ինչքան ավտոմատացնես, այդքան ծախսերը շատանում են։ Խնդիրը նրանում չի, թե ինչ է գործիք կկիրառես, խնդիրը AI driven process-ներ մշակելն է, այսինքն առաջին հերթին 0-ից մշակել process, որտեղ որ բանս հա, առաջին հերթին մտածում ես նրա մասին, թե ինչը կարող է AI անել եւ ինչպես պիտի process-ը կառուցվի, եթե մենք ներդնում ենք AI։ Այստեղ 3 հիմնական դեր են բերել, որ AI կարող է անել մենեջերի համար, ղեկավարի աշխատանքը թեթևացնելու համար, դա ավտոմատացնող դերն է, վերլուծող դերը եւ կանխատեսող դերը։ Ավտոմատացնող դերը անում է ամենօրյա աշխատանքները, հա, ռուտինային գործերն է անում, վերլուծաբանը վերլուծում է ուրեմն ինֆորմացիան, իսկ կանխատեսողը արդեն ապագայի կանխատեսման ուղղված ուրեմն ֆունկցիաներ իրականացնում։ Հաջորդ կարևոր հարցը, որ պետք է տալ, տեսեք մենք այստեղ մի հարց տվեցինք, որտեղից սկսել, հաջորդ կարևոր հարցը, որ պետք է տալ, դա հետևն է, բիզնեսում ով է պատասխանատու AI տրանսֆորմացիայի համար։ Մինչև այս հարցի պատասխանը չունենանք, մենք չենք կարող ասել, թե որտեղից սկսել բիզնեսի տրանսֆորմացիան, հա, ավելին, բիզնեսի տրանսֆորմացիան պետք է սկսել այս հարցին պատասխանելուց, որովհետև բիզնեսում պիտի լինի հստակ մարդ, ով պատասխանատու է բիզնեսում AI տրանսֆորմացիայի համար կամ ընդհանրապես ավտոմատացման որևէ պրոյեկտի համար, ու այդ մարդը պիտի տիրապետի նման պրոյեկտ իրականացնելու գիտելիք։ Եթե չկա նման մարդ նշանակված, եթե նման թիմը չի ճանաչում, հա, այն մարդուն, որ իրականացնում է ավտոմատացման պրոյեկտը, ապա մեծ հավանականությամբ պրոյեկտը ուղղակի կձախողվի։ Այդ հարցի պատասխանը դուք պետք է ձեր ընկերության կառուցվածքում տեսնեք։ Այստեղ ինչ-որ տիպային կառուցվածք է ներկայացրել, կարմիրով նշել եմ այն ֆունկցիան, որը պատասխանատու է այս բիզնեսի տրանսֆորմացիայի կամ ավտոմատացման համար։ Այսպիսի ձեր կառուցվածքում պետք է տեղը լինի, հա, այդ մարդը, հաստիքը, ֆունկցիան կախված նրանից, թե ինչ տիպի կառուցվածքում եք դուք բիզնեսում, դա պետք է արտացոլվի, այսինքն բոլորը կառուցվածքի նայելով պետք է հասկանան, որ այս մարդը պատասխանատու է մեր բիզնեսում ավտոմատացման, պրոցեսների կատարելագործման, տրանսֆորմացիայի համար։ Տերմինները էական չի, էական այդ սույցն է, հա, միտքը, թե ինչ անում այդ մարդը։ Եթե նման ֆունկցիա չկա ձեզ մոտ, եթե նման պատասխանատու չկա ձեզ մոտ, ապա ըստ էության ցանկացած ինիցիատիվա, որ կսկսեք բիզնեսում, ավտոմատացման, կատարելագործման եւ այլն, մեծ հավանականությամբ կձախողվի։ Իհարկե շատ բիզնեսներում այս ֆունկցիան համատեղվում է այլ ֆունկցիաների հետ, այսինքն այս ֆունկցիան իր վրա վերցնում է տնօրենը, գործառնական տնօրենը, երբեմն ֆինանսական տնօրենը, երբեմն հենց բիզնեսի հիմնադիրը, բոլոր դեպքերն նորմալ են, հա, հատկապես փոքր միջին բիզնեսում լրիվ նորմալ է, որ դուք չունենաք առանձին հաստիք, որը պատասխանատու է բիզնեսի տրանսֆորմացիայի համար, հատկապես որ դա ամենօրյա աշխատանք չէ, դա պրոյեկտից պրոյեկտավոր աշխատանք է։ Այնպես որ դա կարող է համատեղվել այլ հաստիքի, այլ դերի հետ, բայց պետք է ամեն դեպքում իրեն որպես առանձին հաստիք նշել եւ որպես համատեղություն նշել, թե ով է դա իրականացնում։